Ողջույն բարեկամներ, այսօր նորություններն անգամ շատ են, որ ես նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Բայց երևի սկսեմ ամենակարևորից, հիշեցնեմ ձեզ, որ կարող ենք հանդիպել սեպտեմբերի 19-ին Գլենդելում, 250 North Orange Street հասցեով, ինչպես անցած անգամ։ Եվ այստեղ մեկնարկենք շարժումը։ Ես չափազանց շտապում եմ, որովհետև ներսից ձայն ասում է ինչ-որ մի հրատապ բան է կատարվում, որ մենք գուցե նաև չհասցնենք։ Դրա համար այս հապճեպությունը իրոք վայրկյան կորցնելու ժամանակ չկա։ Մենք մի բան պետք է անենք, թե ինչ պետք է անենք, ընթացքում կխոսենք։ Ասեմ, որ ինքնաճանաչում շարժումը հենց մեծ թափով առաջ է գնում, այսօր մեզ միացավ եւս մեկ ավականու անդամ, Հարություն Պրոնոզյանը Լոս Անջելեսից, environmental engineer, քիմիկ մասնագիտությամբ, էկոլոգիայի նկատմամբ մեծ ուշադրություն ունեցող եւ հոգատարություն ունեցող մարդ։ Մի խոսքով, մենք արդեն 10 հոգի ենք այս պահին աշխարհի առաջին 5 երկրներից, մենք դեռ process-ի մեջ ենք, ես վստահ եմ ցանկն ավելի մեծանալու է։ Եվ այսպես պետք է ասեմ, որ ավելանում է նաև տարբեր քաղաքներից պատասխանատուները, արդեն ունենք 26 քաղաք, որտեղ կան մեր ներկայացուցիչները արդեն 5 երկիր, 26 քաղաք, չէ 5 երկիր մեր ավականին է, բայց պատասխանատուների երկիրը շատ է, այս պահին չեմ կարող չափել, բայց Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եղոսկով բոլոր տեղերում ունենք Երևան, Հայաստան, ովքեր ուզում են լինել շարժման մասնակից կարող են գրանցվել այս հասցեով։ Ինքնաճանաչում հայերեն ուղղակի գրում եք ինքնաճանաչում.com com անգլերեն, ինքնաճանաչում հայերեն կամ selfrecognition.org կարող եք դառնալ եւ պատասխանատու եւ ուղղակի աջակից։ Եվ նրանք ովքեր ուզում են շարժման օգնել, դեղ բան կա, նվիրատվության տեղ կա։ Խնդրեմ, իսկ հիմա անցնենք մեր օրակարգին, ասենք ինչ են բերում, չասեմ էլի մեր գլխին, բայց տես մի բան, լսենք սա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Ծուտ համար առաջին։ Ալմաթայի հռչակագրի մեջ քարտեզների մասին ոչ մի խոսք չկա, եւ այս մասին ոչ մի բան չեն խոսում խորհրդարանական ընդդիմությունը եւ պսևդո քաղաքական ընդդիմադիր դաշտը։ Տեսեք, ես այսօր շատ էս որ ինքը թուրքա չեն քննարկում էլ։ Սա չի քննարկվում։ Իմ թիրախը դառնում է խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ընդդիմությունները։ Հա, տարբեր ձևի կան, չէ՞։ Որոնք ոչ մի բան չեն ասում, որ Ալմատի հռչակագրում ընդհանրապես քարտեզների մասին խոսք չկա։ Դա ընդհանրապես համագործակցությունը շարունակելն էր այնպես, ինչպես կա, ոչ մի բան չի որոշվել, ոչ մի բան չի հաստատվել, ոչ մի բան չի էլ քննարկվել եւ չէր էլ կարող քննարկվել Ալմատին, Բրյուսելը չի։ Այնտեղ դրա մասին ընդհանրապես խոսք չի գնացել, բայց սա իր անգրագետ մասայի եւ վաճառված նշանակված ընդդիմության համար ասում է ինչ որ ուզում է։ Ինչ ուզում է եւ դրանք լուր ոչ մի ձայն չեն անում։ Գնանք առաջ։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք իրանցի հատվածում ենք սահմանազատում։ Էդ էլ է սուտ ասում, չի իրականացել սահմանազատում, տվել է Ադրբեջանին այդքան տեղը։ Ուտեղ կանգնել է խոսակցությունը։ Գիտեք ինչի։ Որովհետեւ Ադրբեջանը մնացածին էլ համաձայն չի։ Ինքը նույնիսկ իր ասած այդ 29743-ին էլ համաձայն չի։ Ինքը ոչ մի բան չի ստորագրել։ Ոչ մի սահմանազատում չի էլ սկսել, ասում է դու պիտի տաս, էսել պիտի տաս, էսել պիտի տաս, վերջում էլ Հայաստանը պիտի տաս։ Եվ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահման։ Ում ըմբռնումն է։ Այդ ինչ ըմբռնում է։ Ով է քեզ տվել այդ ըմբռնումը։ Սահմանադրությամբ դու տես իրավասություն չունես։ Ինչ ըմբռնում։ Ինչ բառեր ես օգտագործում։ Ես ուղղակի ապշած եմ լրագրողների չասեմ էլի դմբոյության, բայց ոչ պրոֆեսիոնալիզմի վրա։ Էս ինչ եք թողում խոսա ժողովուրդ։ Ինչ ըմբռնում, ով է ըմբռնումով քարտեզներ փոխում։ Ինչ Ալմատի, ոչ մեկը չկա, ասի որ Ալմատին ասում եմ, դա մայթի դատարանը չի։ Ով ես դու, որ Ալմատին վերագրում ես Բարսագույն դատականացանի իրավունքներ, որովհետև Ադրբեջանին է, տենց պետք։
Միջև մարդիկ զարմանում են ովա Փաշինյան Նիկոլը, լսեք, KGB-ում մի հատ լավ խոսք կար ժամանակին եւ դուք լսած կլինեք բազմաթիվ անգամ դրանց կողմից բերվող։ Ասում է, եթե մի բան նմանա բադի նման քայլում է, բադի ձայներ է հանում, ամենայն հավանականությամբ դες բադել կա։ Այսինքն Թուրքի գործակալ ներդրված Հայաստանի կառավարության գլխին, ընդ որում ներդրված եւ աջակցություն ստացող խորհրդարանական ընդդիմության կողմից։ Դրանց մենք հասնելու ենք հələ։ Այսօր մեկի հետ խոսում էի Երևանից էր վերադարձել Եվրոպա, ասում է մարդիկ գիտեն, լսում են այս ալիքը։ Բայց մարդիկ էլ կան գիտեն, բայց հենց տենում են միանգամից փոխում են։ Հենց դեմքը տերևում է իմ, միանգամից փոխում են։ Դե ասում դա իրենք գիտեն ինչ պետք է ասեն դրա համար։ Ես այսօր մտածեցի, որ դրա համար չի, որ իրենք գիտեն ինչ պետք է ասեն։ Դրա համար, որ ինձ տեսնելուց հիշում են, որ իրանք հանցագործ են, իրանց պետք չի դա հիշել։ Իրանք գիտեն, որ հանցագործ են, բայց ամենավատն է նա, որ կա մեկը, որ անընդհատ իրանց այդ մասին հիշացնում է։ Որ դուք ընտրել եք Թուրքի, որում էս Թուրքը նոր չի ասում, որ ինքը Թուրք է, ինքը ամբողջ այս ընթացքում ասել է, այն ինչ որ հիմա է ասում։ Ասել է, որ ինքը Թուրք է։ Ասել եմ, որ ինքը բադա, բադի նման քայլում է, բադի նման ձեներ է հանում, տեսքով էլ բադա, չի կարա թուրք չլինի։ Ասել է, չէ, ինչի չեն ուզում լսել, որովհետև հիշացնում եմ իրանց ով լինելու մասին։ Դուք իսկ կարաք չլսեք։ Դուք իսկ կարաք անցնեք ին վրայով, բայց այնց իրականությունը չի փոխվելու։ Մենք ձեր կվերադառնանք հələ, շուշտ, բայց լսենք շարունակությունը դրա։ Հիմա այդ քարտեզների վրա արդեն համոզեց, որ այդ քարտեզներ կա։ Ալմատայում դեք տեսել եք մեկը այդ ձայնագրություններին։ Տեսել եք այդ արձանագրությունները, դե քարտեզներ տեսել եք։ Խորհրդարանական ընդդիմություն չէ, խորհրդարանական չէ։ Նիկոլի ընդդիմություն, այո։ Մեկը կարաք ուզեք այդ քարտեզները, որտեղ դե քննարկվել է, հաստատվել է։ Մեկը կարաք ուզեք։ Ձեզ կարող է գիտեք այդտեղ ուղարկել են, որ դուք Նիկոլի որոշումների տակ պեչատեք։ Չէ։ Ձեզ ձայն են տվել, որ դուք Նիկոլին հեռացնեք։ Բայց դուք գնացել ու տեղավորվել եք։ Ոչ մեկիդ մտքով, այս քանի տարիա չի անցնում, ասեն արա, ականջներս թողումեց այդ Ալմատի հռչակագրը։ Հələ մի հատ բեր տենանք ընդ որտեղ կա քարտեզի մասին խոսք։ Ձեր մեջ մի հատ ուղեղ ունեցող մարդ չկա, ուղեղ, այսքան, որովհետև որպեսի հարցնի, այսքան ուղեղ է պետք։ Քարտեզներ, որ նայի հասկանա, էլի այսքան ուղեղ է պետք։ Կարող եմ սենց համապարփակ ասել, որ 8-րդ գումարման եւ արդեն 9-րդ գումարման ամբողջ հավաքական Նիկոլի ընդդիմության մեջ այսքան ուղեղող մարդ չի եղել, որ ոչ մեկ չի ասել, արա հələ բերեք այդ բանի այդ հանդիպման արձանագրությունները, բերեք հələ ինչ քարտեզներ են քննարկվել, այդ ոչ քարտեզներն են դե հաստատվել, ինչ հիմունքներով են հաստատվել, եթե դες բաները, մատ բերելի։ Ոչ մեկը միջը չի ասում։ Հալած յուղի տեղ ընդունում են, սա էլ արդեն հաստատել այդ քարտեզը եղել ու ասում առաջ, ըստ այդ քարտեզների էլ ինչ պիտի տա։ Գնանք առաջ։ Արծվաշենը Հայաստանի տարածք։ Քյարքին Հայաստանի տարածք չի։ Քյարքի չի, բականք։ Տիգրանաշենը։ Ընդ որում, այդ Տիգրանաշենը ամբողջովին 300 քանի ձայն ընտրել էին Նիկոլ Փաշինյան։ Դուք անտունել մնաք, ձեզ հասնում է։ Ես ձեր համար այսքան դար չեմ անում։ Ինձ ճանապարհը սա պետք։ Միջպետական ճանապարհ եմ ես ընդգործնում, բայց դուք պիտի անտուն մնաք։ Դուք պիտի դառնաք գաղթական։ Հենց մենակ դրա համար, այս ամեն ինչ իմանալով, դուք գնացել ձեզ ընտրել եք այս դավաճանին։ Դուք կարող եք ինձ չլսել, բայց սրա հետևանքները չի կարող ձեր կողքով անցնել։ Անկախ կնանից ինձ կլսեք, չեք լսի, կուզենաք իմ բարերից, իմ վերանից լսել ով եք դուք, իրականությունը տնից չի փոխվելու, դուք մնալու եք անտուն անտեր, ու դա ձեզ լրիվ հաստում, գնանք առաջ։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի։ Լրիվ թուրքերեն ասում։ Հայերեն բար, ես չգիտեմ որնակ, մեկը գիտի Բարխուդարլուն որտեղ է, ես չգիտեմ որտեղ է։ Սա թուրք չի։ Թուրքերեն ասում Հայաստանի տարածքներ ասում, Հայաստանի տարածք չի։
ըստ ինչի այն մեռած ընդդիմությունը, որտեղ վերանգած, գիտեք ինչի է վերանգած, ասեմ ձեզ ինչի է վերանգած, որովհետև ես մի հատ պաշտոն են տվել, սա ցույց տամ էլի, հաղթանակ կա, հաղթանակ, այո, Լիլիթ Գալստյանին տվել են մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, եւ սա մեծ սրբերում է։ Հա, հանձնաժողովի նախագահան կտան երկիրը ձեռիցդ կառնեն։ Եվ դու կհիմնավորես, որ դու խորհրդարանում գործ ես անում։ Հա, տենց էլ ներկայացվելու է։ Տենց էլ, բա մենք այնտեղ դեր ունենք մարդու իրավունքների հանձնաժողով, բա մենք այնտեղ կարող ենք պաշտպանել մարդու իրավունքներ, բան էս կոմենկով։ Միշտեր Հայաստանի քաղաքական բանտարկերներով վխտում է, լիչն են բանդերը։ Բայց դա կարևոր չի։ Նիկոլի ընդդիմությունը տեղ ունի։ Մի հատ էլ բան է, չէ, Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողով ունեն արդեն։ Ես այսպես անդրադառնում եմ, մենք լսենք ինչ չի վարին, միջև վերջ։ Տարածք։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Սա փաստ չի, եւ մենք պարտադիր չի, որ սա հետ առնչվենք։ Սա սուտ է, բայց այդ մասին իհարկե Լիլիթ Գալստյանը չի խոսի։ Ձեզ թվում է Լիլիթ Գալստյանը այդքան ուղեղ չունի, որ ասի, պարոն Փաշինյան, մի հատ կբերեք այդ ալմատի արձանագրությունները, որ այդքան sense ակնջները սղոցում եք։ Գիտեք ինքը չի կարող ասի։ Կարող ասի։ Ուրա։ Բանդրել եք սրան, մատ հարցրեք, ասեք Տիկին Գալստյան։ Ձեզ ընդ է որ մարդու իրավունքների պաշտպանության տեղ են տվել, դուք էլ հպարտ 5 տարի սպասարկել եք Նիկոլին Արցախը հանձնելու համար, ոսկեպար Բաղանիսը հանձնելու համար, մի խոսքով Արցախը բանա Ադրբեջանի մեջ տարածքի մեջ ճանաչելու համար։ Բայց 5 տարի դու ժամանակ ունեիր։ Հարցնեիր։ Հիմա չի հարցնելու։ Ինչի՞։ Իրանց տերերին տենց է պետք գնանք առաջ։ Երկրորդը Արցախը Հայաստանի տարածքն է։ Բա ուրա։ Բա ուրա Արցախն ինչի՞ չի գալի Հայաստան։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Ասել է թե Հայաստանի տարածքից գրաված են այդ տարածքները արդեն 4 տարի է, 5 տարի։ Եվ խախտված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, եւ սա ոչ մի միջոցով չի ձեռնարկում, հիշեցնեմ, Ջեմուկի սոտքի տարածքների մասին է խոսքը։ Որտեղ իր գլխավոր շտաբի պետը որ ասում էր մի քիչ սոված մնան կգնան, հետո հարցեցին ինչի չեն գնում։ Իսկ դուք ասում եք սոված կմնան կգնան։ Հիշում եք ինչ ասեց։ Այն ժամանակը տենց է, պետք է տենց եմ ասել։ Ու միջև հիմա եք գլխավոր շտաբի պետը, որ ազականանունը եթիմը, եթիմ չմո, տես մի բան է։ Դերևում է, չէ՞ որ համ եթիմը, համ էլ չմո։ Դարձի լսենք։ Բոլորիս հայտնի իրադրությունները ջերմություն։ Բոլորիս հայտնի իրադրությունները։ Գրավել են Հայաստանի տարածքները։ Բանի Վայոց ձորի մարզում։ Ոչ բան է, գլխավոր շտաբի պետն է փոխվել, ոչ պաշտպանության նախարարն է փոխվել, հեսա դրանք այդ պականքներին հարցնելու ենք հələ։ Սպասել։ Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ի՞նչ է։ Մեր ընկալումը։ Այս հարցը պետք է լուծվի, թե չպետք է լուծվի։ Այդ հարցը վաղուց լուծված է։ Գիտեք ոնց է լուծված։ Մի ձև կա հարց լուծելու։ Եթե վիճելի տարածքներ կան, դրա համար կա հատուկ օրգան։ ՄԱԿ։ Վերջ։ Բոլոր վիճերի տարածքները լուծվում են ՄԱԿ-ում։ Ոչ թե լուծվում են Ալիևի բադի կողմից, ըստ Ալիևի պահանջի։ Բայց այդ մասին ով է խոսում։ Ինչ պահանջ։ Ոչ մի բան։ Լիլիթ Գալստյանը եւ տից Լիլիթ Գալստյանները չեն ասել դրա մասին, չեն խոսալու, դուք մոռացեք ժողովուրդ։ Իրանք չեն գնացել ձեր շահերը սպասարկելու։ Իրանք չեն գնացել Նիկոլին հանելու, գնացել են նստեն ընդ է, որ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր, որ ասում են կերծված ասուտաբան, գնացին ասեցին غلط են կարել, սուտ էինք խոսում։ Մենք սուտ վկայություն էինք տալի, ամեն ինչ լեգիտիմ է։ Թողեք մենք մի քիչ էլ մենք փող աշխատենք։ Հանձնաժողով տվեք, 2 միլիոն աշխատավարձ ստանանք, եւ այլն, եւ այլն։ Եկան նստան, որ Փաշինյան Նիկոլը իր լեգիտիմ տեղից ճակերտավոր հանգիստ կանա տա Ադրբեջանին, այն ինչ որ դեռ չի տվել։
նախկին գումարման ժամանակ։ Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Այո, Հայաստանի տարածքները պետք է ազատված լինեին վաղուց ռազմական ճանապարհով։ Որովհետև Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոչված են նրան, որ պաշտպանեն Հայաստանի Հանրապետության սահմանները։ Եթե մեկը չի կարողանում պաշտպանել, նրան հանում վռնդում են գործից։ Տրիբունալ կա դրա համար։ Իսկ ինչ է ասում, արդյոք կա դրա համար ռազմական տարբերակ։ Ոչ, չկա այդ Սուտ է ասում նշանակում է բանը Հայաստանը չունի զորք։ Այդ դեպքում ինչ պետություն, եթե չունի իր տարածքները ապահովող, սահմանները ապահովող զինված ուժեր։ Այդ ինչ պետություն է։ Այո, դա Նիկոլի պետությունն է, որին ձայն են տվել։ Մի սուրու ձայն են տվել։ Ու նեղանում են, որ դու իրենց ասում ես սուրու։ Այ ընկեր, դուք ընտրել եք դավաճան, դուք ընտրել եք սրան, թուրք։ Բա դուք ինչ եք։ Ընդունեք, կամ գիտակցաբար դուք ընտրել եք թուրքի թուրք եք, կամ անգիտակցաբար այն հոտը որ կա է անգիտակիցս քայլում է։ Ու ինձանից էլ նեղվում են, այս ձեզ անընդհատ հիշացնելու եմ, ձեզ անընդհատ հիշացնելն է, որ ամեն անգամ հայլում եք ձեզ տնակ, փախցնեք ձեր հայացքը։ Դուք չտենաք ու չհիշեք ես ձեզ ինչ եմ հիշացնում։ Հասկանում եք, որ դուք այդ մեղքի տակ ամբողջ կյանքին այդ պիտի ապրեք։ Ապրեք ու տառապեք, որտեղ ձեր պատճառով երկինք է վերանում ու երեխեք են սպանվում միջև հիմա։ Մենք դան հələ հարցնելու ենք։ Պիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Պատկերացնում եք ինչ ասում։ Պետության ղեկավարը ասում է, ռազմական տարբերակով հարցեր լուծված անցյալ եւ փակված էջ, այսինքն ոնց։ Ոնց կարող ռազմական հարցերով ձևով հարցեր լուծելը փակված ու անցյալ տրի։ Քո տարածքը գրավել են, քո չէ, մեր երկրի։ Ու լրագրողները լուր են։ Այս մասին կրանի հայրենիքի դավաճանության մեջ տարածքային ամբողջականությունը չվերականգնելու մեջ, որի ինքնին հանցագործությունն է։ Մեղադրեն, մտնեն դատարան, հարց դնեն քվեարկման, գնան հասնեն Լյուքսեմբուրգ, չգիտեմ, Բրյուսել, ոչ մի բան չեն անում։ Դրա համար էլ մրցանակ է ստանում այս տականքը խաղաղության։ Հեսա դրա մասին էլ ենք խոսալու։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց Ինչպես Ալիևն է ուզում, դա էլ ասա։ համար եւ երկու երկրների համար լինի հարմար։ Մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի համար։ Ես ես հիշացնեմ, որ առ այսօր ինչ լուծվել է, ամեն ինչ լուծվել է ըստ Ալիևի պահանջի։ Արցախը դատարկելուց սկսած միջև գյուղերի հանձնումը, միջև շրջանների հանձնումը, միջև ջրային ռեսուրսների աղբյուրների հանձնումը, միջև ճանապարհների հանձնումը։ Մարդիկ ճանապարհների համար կռիվ են տալի։ Այս Իրանը, Հորմուզը, Մեղրին, այդ ամբողջ բոլոր պատերազմները ճանապարհների համար են։ Սա ձի է տալի, որ հարմար լինի Ալիևի պահանջներին։ Այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Բա նաև այդ տարածքում փաստորեն արցախցիների համար է եղել այդ լուծումը տենց։ Բաղանիսցիներին համար է տենց, ոսկեպարի համար է եղել այդ լուծումը։ Հիմա Տիգրանաշենի ապրողների համար է լինելու այդ լուծումը եւ այն մնացած գյուղերի, որ սա պատրաստում է, հարցը մենակ գյուղերը չի։ Հարցը է այդ երակն է, գլխավոր ճանապարհները։ Դուք պատկերացնում եք մի մարդ, որի արյունատար անոթները, ոչ թե մազանոթները, արյունատար հիմնական արտերիաները փակ են։ Այդպես մարդիկ ինֆարկտ են ստանում։ Ապշիրնի, մեծ, ճակ սրտի։ Որովհետև արյունը չի կարող ցիրկուլյացիա անել։ Հիմա սա դա է անում այդ պետության հետ։ Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք սենց անենք, այս սենցը լինելնից, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Ես հիշացնել։ Սա ընտրությունների ժամանակ ասում էր չկա տես քարտեզ, քարտի մասին, Տիգրանաշենի մասին խոսք չկա։ Սա ընտրություններից առաջ էր ասում, բայց սրա հոտին այն նախինի ոսանձեն են տվել։ Չէ՞ դա։ Բացարձակապես։ Որ հիշացնում ես, որ ինքը նախիրա, նեղվում է։ Ասում դուք ինչ իրավունք ունեք, մենք կարծիք ունենք, արա նախինը չի կարա կարծիք ունենա։ Չի կարա, դուք կարծիք չունեք, դուք ուղղակի հոտի նման գնում եք ձեր դիմացից գնացող ոչխարին։ Մի հատ ոչխար գցում են դեմից, ամբողջ նախինը գնում է հետևից։ Ոչխարա, շունա, չոբանա, էտա։ Դուք ո՞նց կարա բանը կարծիք ունենաք։ Դուք ինչ իրավունք ունեք ներվել։ Դուք սրան ձայն եք տվել, ատա դուք հանցագործեք, ընտրեք կամ դուք
գիտակցաբար հանցագործեք կամ անուղեղ նախիր, որ ուզում եք ցեք բռնեք ձեր համար։ Սա իրականությունն է, դուք չեք կարող ասել, մենք գիտակցաբար ճիշտ ընտրություն ենք արել։ Հեսա ձեր ճիշտ ընտրությունը։ Ընդ որում ես չի, որ ինքը առաջի անգամ ասա ասում, 5 տարի նույնն է ասել։ Եվ 5 տարի տեսել եք սա ձեզ ոնց է խապում, ինչ է անում։ Դրանք առաջ։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել։ Նո, ասել Բանակցությունների սեղանի շուրջ։ ասել է սա հրապարակային։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետքա այդ խնդիրները հասցեագրենք։ Ստեղ կա պրինցիպիալ մի խնդիր, հա, եւ ինչա 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Էլի։ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս 29743 մի անգամից ասեմ, չկա աշխարհում սա նրանց համար եմ ասում, ովքեր երբևէ միամտություն ունեն սրան հավատալու։ Չկա աշխարհում մի փաստաթուղթ լեգիտիմ, այսինքն լեգիտիմ միջազգային ստանդարտներին համաձայն, որտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը սահմանները 27000 ինչքան են խոսքով։ Չկա նման բան, բայց այս նախիրը, որ նստած ազգային ժողովում, այդ հարցը չի բարձրացնի երբևէ։ Ասյալա մի հատ բեր հիմնավոր է, էլի, բեր աշներս մտցրա, տենակ այդ որտեղ է թիվը գրած, արա։ Ցույց տուր մի հատ։ Դուք որ մեքենա եք առնում, ձեզ տալիս են մեքենայի անձնագիր։ Նույնիսկ մեքենան, չեմ ասում տուն, որտեղ գրված է մեքենայի մակնիշը, մեքենայի տարողությունը, շարժիչը, շարժիչի լիտրը, քանի տեղանոց է այդ մեքենան, ինչ գույնի է, ոչ թվի արտադրության է, ամեն ինչ գրված է, չէ, նույնիսկ մեքենան։ Մի ամբողջ երկիր խոսում է ինչ-որ բաների մասին, ոչ մի ապացույց հետևը չդնելով։ Բա այդ պարլամենտում այն 5 տարի հələ որ նստած սպասարկում էին, մի 5 տարի նույն մարդիկ նստել են սպասարկեն։ Դրա համար նույն մարդիկ են սպասարկելու, որ այս հարցերը չասեն, ասեն, ընկեր ջան, կարող է դու ճիշտ ես, մենք սխալ։ Արակը բերես ցույց տաս, դու ինչի մասին ես խոսում։ Այդ ինչ արձանագրություններ է, այդ ինչ թվեր է, ով է հաստատել դա, ինչ փաստաթղթերի վրա։ Նա բերեք էլի։ քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը կա, ներառված է, բնականաբար։ Բայց Արծվաշենի մասին ոչ մի խոսք չկա։ Որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն։ Հետևաբար այդ տարածքները այդ հաշվարկի մեջ դուրս են։ Մի խոսքով։ Ոչ մի բան պատահական չի եղել։ Այս ամեն ինչը սցենարը դրած այս գրքի մեջ, այս անառակի զավակներ, ժպիտը դեմքին, նայեք մի հատ բանի Էրդողանի դեմքի զզվանքով, բան հեգնանքով հայացքը, այս միջև ակաժները ժպտացող թուրքի լամուկին։ Արա, ես զարմանում եմ, ոնց կարող լինի արժանապատիվ հայ, այս նկարը նայելուց չթքի այս նկարի վրա։ Ու ընտրի սրան, հետո ասում են ինձ մեզ մի ասեք անուղեղ նախիր։ Արա, կամ թուրք եք, կամ անուղեղ նախիր, դուք որոշեք, իմ համար մեկ է։ Այս նկարը նայող արժանապատիվ մարդը գնա սրան ձեն տա, որ հետո էլ ասի սենց ինչի է լինում, չնայած իրենք չեն էլ հասկանում ինչ է լինում։ Չէ։ Սրանք սպասել է մինչև այս ամեն ինչը մտնի ներսը։ Իրանց տուն։ Հիմա ինչ է գրած այս գրքի մեջ։ Այս գրքի մեջ գրած է, որպեսզի իրականանա թուրքական երազանքը, որը դեռ իրանց Աթաթուրքն է գրել, Հայաստանը պետք է վերանա տարածքը։ Որտեղ գրված է, որ Հայաստանը իրենց յաթաղանի վրա մնացած մսի կտոր է, որը պետք է վերանա։ Այս գրքի մեջ է գրած։ Մսի կտորը ինքն ձեռը գրքին նկարվել է։ Որ այս պետությանը հիմա մի քիչ բան է տալիս, մի քիչ այս մարդկանց թվում է թե իրանք պետություն ունեն, եկեղեցի, մեկ է սփյուռքը։ Այդ երկու կառույցներ որ քանդվեց, Հայաստանում հասկանալու են, որ իրենք էլ ոչինչ չունեն։ Այն ինչը որ սա իրականացնում է։ Այն որ ասում է, մենք այս մասին խոսացել ենք ժամանակին, ես ես հիշացնեմ, ինքը խոսացել է նաև այլ բաների մասին։
որ եղել են ժամանակներ, որ ստեղ պետությունները չեն եղել, այլ պետություններ են եղել։ Սա էլ է ասելու, բաղը, սա էլ է բերելու դեմ տա, որ ինքը միտեղ քարտեզներ ա տեսել, որ ստեղ պետություն չկա։ Եղել է Ռուսաստան ու Թուրքիա։ Այսինքն մի մասը կանցնի Ռուսաստանի, մի մասը կանցնի Թուրքիայի։ Նայած։ Ուզում ասեմ, սա վերջը չի։ Սա սկիզբը։ Մարդուն բերում է մի հատ ինֆակտային վիճակի, որ ինքը չի ունենում սահմաններ, ճանապարհներ, զարգանալու հնարավորություն։ Հետո ասում են, վայ, Սփյուռքում, Սյունիքում կրակոցա, մենք չենք կարող հասնենք, որովհետև հիմնական ճանապարհները փակ է արդեն, իրաց նշանառության տակ է։ Մեկ էլ պարզվում է, որ հոպա, չես կարող հասնես Սյունիքում օգնության։ Դե քայլելով թուրքը արդեն ման է գալիս։ Հապա մի անգամից չի լինում։ Տենց է։ 60-ից մարդու վերջույթները սկսում են չորանալ, քարանալ, հյուծվել։ Վերածում է մարդը բույսի։ Այսպես քիչ-քիչ Հայաստանը կվերածեն բույսի, հետո էլ կասեն սա պետություն չի, հիշում եք իր բառերը, սա պետության փշրանք է, կրճոններ է, ստե ուր է պետություն։ Էս էլ է իր խոսքերը։ Պետք է որոշում կայացնել, մենք պետություն չունենք, մենք չենք կարողանում բանակ պահել, մենք տնտեսություն չունենք, ճանապարհ չունենք, սա օբյեկտիվ իրականություն է։ Մենք բյուջե չունենք, այս չունենք, այն չունենք։ Կարող է հանձնվենք։ Էս էլ անելու է։ Որովհետև էս է դրած այս գրքի մեջ։ Այո։ Եվ այդ ընթացքում ձեզ կմխիթարեն, որ մարդու իրավունքների պաշտպանության հանրային մի խոսքով հանձնաժողովի նախագահը ընդդիմությունից է։ Բա։ Այո։ Նայեք այս նկարին։ Որպեսզի այս տակի նկարը երբեք չլինի, այդ սրանք 8 տարի իրականացնում են վերևինը։ Սև ու սպիտակի կռիվը։ Իրականացնում են փողոցում, իրականացնում են պարլամենտում, որ տակի նկարը երբևէ չիրականանա։ Ում ձեռքով են իրականացնում։ Սրանց։ Հա, սրանց։ Մեկ էլ մի հատ Նարեկ Կարապետյան կար։ Հիշում եք։ Հա։ Ասում մենք երբեք թույլ չենք տալու, որ միջանցք լինի։ Կամ Սամվել Կարապետյանը էական չի։ Մենք երբեք թույլ չենք տալու միջանցք լինի։ Դա լինելու է ճանապարհ։ Հա։ Մեկ էլ Նարեկ Կարապետյանը ինչ էր ասում ես վերջինս, այսօր հոդվածակարդացի, բայց չհասեցի պայել, որ մուշը, սասունը, ղարսը մեր հայրենիքն է, բայց մենք նկրտում չունենք։ Նարեկ Կարապետյան, այդ դու չունես։ Դու չունես, որտեղ դու հայրենիքի զգացում չունես։ Ինչ է նշանակում նկրտում։ Ով է տվել քեզ իրավունք իմ անունից խոսալ։ Ով։ Դու նկրտում չունես նաև Արցախի նկատմամբ, բայց քեզ ով է իրավունք տվել արցախցու իր հողում ապրելու իրավունքից զրկել իրան։ Այդ 500,000 հոգին, այդ 500,000 հոգին քեզ ձեր են տվել, որ դու Նիկոլին վռնդեիր։ Դու իմ այդ ձերերը վերցել ես, գնացել ես Նիկոլ ես սպասարկում, մարդկանց էլ ասում ես մենք նկրտում չունենք։ Դե հիմա գանք այս վիճակին։ Ըստ մեր շարժման կանոնադրության ծրագրի, այստեղ ծրագիր կա, հավաքանի նվիրատվություն, անդամագիր վերանցում, որ է ծրագիրը։ Այ թափլա ինչ որտեղ, հեսա նեմ ծրագիրը, մի խոսքով, ըստ մեր ծրագրի, Հայաստանի սահմանները որոշում է միջազգային դատարանի կողմից։ Ոչ մի այլ մարդ քաղաքական գործիչ կամ չգիտեմ սուրբ երրորդություն դա կլինի երագլուխ հրեշ կուսակցությունների կամ չգիտեմ կառավարական ինչ որ երրորդությունների ձեռքով չի կարող որոշի իմ սահմանները։ Հայաստանի սահմանները որոշում է բացառապես լեգիտիմ փաստաթղթերի վրա։ Միջազգային դատարանն են դրա համար գնում։ Նարեկ Կարապետյան, եթե ոչ թե որոշում են, որն է քո հայրենիքը, որն է իմ հայրենիքը, որն է պետության սահմանները։ Ինձ որ ականջների տող արեք։ Այդտենց հայտարարություն անելուց առաջ հիշեք, որտեղ հակառակ կողմում լսողների մեջ մարդիկ կան, որ ձեզ կհանեն օթերով դրա համար։ Ու ձեզ կհիշացնեն ամենայն մանրամասնությամբ ով եք
դուք եւ հիմա ինչով եք զբաղված։ Եվ այսպես բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ, մենք ինչ ենք անելու վաղը, ու մենք անելու ենք վաղը, մեր սահմանները դատարան ինչ կորոշեն էլ կլինի։ Արցախի վերաբերյալ, Նախիջևանի վերաբերյալ, Սուրմալու գավառի վերաբերյալ, Արարատի վերաբերյալ, ամեն ինչի վերաբերյալ, որովհետև Ղարսի պայմանագիրը, Մոսկվայի պայմանագիրը չի գործում, դա միակողմանի չեղարկել է Ալիևը, զավթել է Նախիջևանը։ Ընդ որում ոչ մի ձայն առ այսօր չկա, ոչ մի ձայն չեն խոսում, ընդդիմություն չկա, ոչ արտախորհրդարանական, ոչ խորհրդարանական։ Ալիևն ասում է Նիկոլ, հրաժարվի Նախիջևանից, որը նշանակում է դա Հայաստանինն է։ Ասում է բերնես վերան էլի ոչ մի ձայն չկա։ Լսեք, մենք թույլ չենք տալու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն ինչ գանգնի իր տեղը։ Ուղղ եմ ասում։ Սփյուռքը պետք է հասկանա։ Սփյուռքը պետք է հասկանա, եթե ինքը չվերցրեց ղեկը իր ձեռքը, մեր պետությունը ապագա չունի այս վիճակով։ Հայաստանում ապրող արդար մարդը, պայքարող մարդը, ուժ եւ ռեսուրսներ չունի այս ամեն ինչը անելու համար։ Եթե սա արվի, սա պետք է արվի դրսում, Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում, չգիտեմ, դրսում։ Որովհետեւ Հայաստանում չկա տենց ուժ, չկա տենց կուսակցություն, որ ունենա այդ ռեսուրսները, որ կարողանա դա իրագործի։ Ինչ ռեսուրսներ, մարդկային, ֆինանսական, մեդիա, շփումներ, ի վերջո, ում պետք է Նիկոլ Փաշինյանը վերցում կալանավորում է, սա էլ կա, չէ։ Մենք չենք կարող թողել, որ Հայաստանում ապրողները դա անեն, որտեղ իրանք ուղղակի չեն կարող, շատ օբյեկտիվ պատճառներով, մենք պետք է դա անենք, իրանց հետ համատեղ։ Եթե մենք չվերցնեցինք այս հարցի լուծումը մեր ձեռքը, չի լինելու, մենք կորցնելու ենք Հայաստանը։ Կորցնեցինք Հայաստանը, մեր Սփյուռքում ապրել է, ցիգանի կյանք է լինելու է։ Լուծվելու են գնան մեր երեխեքը, մեր թոռները, բան, երկու սերունդ հետո, սենց մենք ասորիների նման երգեր ենք երգելու այն հայրենիքի մասին։ Ոնց որ հիմա Կիլիկիայի մասին են երգում, Անիի մասին են երգում, այսինքն երգեր երգելով սենց ապրելու ենք։ Ու մեզ չեն ներելու մեր թոռները մեզ չեն ներելու այս պասիվության համար։ Մյուս սոսկալի դեպք է։ Մտնենք։ Ճամբարակ Վահան ավտոճանապարհին վթարից մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանը մի ամիս էլ չկա, որ բանակ էր գնացել։ Տարի կետում էին տվել, նոր են տարել, ամսի 22-ին նոր ամիսը լռանում է։ Պրիսյակ եղել է, երեխեն եկել է տուն։ Ինչ որ խնդիրներ ունեցել։ Հասրել էր միայն զինվորական երթում տալ։ Նրա հետ Ճամբարակի զորամասից մոտ 200 մետրի վրա գտնվող ճանապարհով վազող զինվորներն էլ նոր զորակոչվածներ էին։ 6 հոգի դեռ զինվորական հոսպիտալում են։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 3-ը հետազոտվել են, բժշկական միջամտության կարիք չկա, մյուս 3 զինվորները բժիշկների հսկողության տակ են։ Ես որ հասել եմ արդեն վերջի զինվորին դրել են շտապօգնության մեջ, հետները իջել եմ հիվանդանոց։ Պատկերացրեք արդեն ինչ վիճակում են, ծանր վիճակում, բժիշկները բուժօգնություն, միահավոր կան աշխատանք։ Լավ ինչ է, նայեք այս մեքենային։ Հենց մեքենային նայեք։ Ես ունեք ամենայն լրջությամբ զարմացած եմ, որ սա դեռ քշվում է։ Այո, սա դեռ քշվում է։ Ու ղեկին եղել է պայմանագրային զինծառայող, որը նույնիսկ վարորդական իրավունք չունեցի։ Ու գիշերով այդ զինվորները պետք է քնած լինեին կամ զորամասում լինեին։ Երեխեքին հանել են հակագազով, այս շոքին, որպես պատիժ մայրուղիով վազացրել են։ Ոչ մեկ չգիտի, էսի սարքին է, սարքին չի, լույս ունի, հասկանում եք, չէ՞ որ սա ոչ մի բան չունի այս ավտոն։ Այս ավտոն ոնց կարող է շահագործվել, ընդ որում մեկի կողմից, որը չունի նույնիսկ վարորդական իրավունք։ Խփել է 7-ին միանգամից։ Մեկը տեղում է մահացել։ 32 այնքան արագ են սպանվում զինվորները խաղաղության ժամանակ։ Այս որ նախիդը գոռում է խաղաղությունա, Նիկոլը տունս խաղաղությունա բերել, այդ խաղաղության բերած ժամանակ 32 մարդ են արդեն զինվոր են սպանել։ Այնքան արագությամբ, հաճախականությամբ է սպանում, որ նույնիսկ հիշում ես։ Օրինակ 3 առաջորդը 31 հոգի էր։ Այսօր արդեն 32։ Հիմա 6-ից մեկը ծայրահեղ ծանր է։
ասում այնքան հաճախակի են սպանվում, դու նույնիսկ թիվն ես հիշում։ Ես ոչ մի տարի թիվ չեմ հիշել, որովհետև ամեն օր չէր լինում դա։ Հիմա բռնել են այս վարորդին, բնականաբար վարորդի վրա կջարդեն, բայց ոչ մեկ չի հարցնի այս վարորդին, հա, ով էր տվել մեքենան առանց վարորդական իրավունքի։ Հասկանում եք, չէ՞ որ այս բանը այդ մեքենան ինքը չէր գողացել։ Սա հետևական հրամանատար չէ։ Եվ ամենակարևորը, այս զորամասի հրամանատարին, եթե տրիբունալով իր այդ դասակի պետով չդատեն վաղը, իր գլխավոր շտաբի պետով, նախարարով հանդերձ։ Սպասեք ուրեմն նոր զոհերի։ Նոստերա, դու գիշերով, երեխեքին, հակագազով, նորակոչիկների մի ամսը, հանես ճանապարհով, մայլուղիով, խի զորամասում տեղ չկար։ Էս ինչ է կատարվում։ Որը նայեք Հայաստանի զինվորական տեխնիկան, չէ՞ որ սա դրսում էլ է նայում, հիմա Ալիևն էլ է նստած նայում։ Ալիևի միջելոց ինչքան սովետական զենք ունի, սովետական, այն որ Արցախում բանցիկով թողել են, թափ թազած, լրիվ նոր, դրանք տվել ամբողջը ծախել է Ուկրաինային, գիտեք ինչի։ Նույնիսկ դա էր իր համաձայն։ Ինքը լրիվ նոր թուրքական բանա, տեխնիկա է օգտագործում։ Լրիվ նոր։ ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Հələ Հայաստանի բանակի վիճակը նայ։ Ու սրանք 8 միլիարդից ավել պարկ են վերցել, մեզ ասում են մենք զենք ենք։ Բանակի 3 անգամ կրճատել են։ Հիմա սրանց զայն տևողներին, համատացողներին ոչ ասես նախիր, բա դու ինչ ասես, հա։ Բա մարդ պիտի մի քիչ պատասխանատվություն ունենա խոսքի, գործի, վարքագծի նկատմամբ։ Եթե չունի, հենա նախիր է էլի։ Կամ ջիտակցաբան հանցագործություն է կատարել։ Ոչ մի երում չկա, ես ասել եմ, չէ, միջև կյանքիս վերջ առանց համաներման իրավունքի։ Ով ձայնատվել Նիկոլ Փաշինյանի թշնամի է։ Ինձ ու իմ երկրի։ Չի եղել հեղափոխություն, եւ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ հեղափոխություն է եղել, որ իրենք կարողացել են իշխանություն փոխել, բացարձակ դա իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանում եղել է իշխանության փոխանցում, նախապես ծրագրված, նախապես նախկին իշխանության ղեկավարի կողմից, կոնկրետ պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ խնդիրը կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չէ, այստեղ խնդիրն է, որ փոխանցվի այնպիսի անձի, ով առաջինը կընդունի այդ գլոբալիստական օրակարգը եւ երկրորդը կապահովի նախկին իշխանության կոնկրետ անվտանգությունը։ Երկրի վիճակը մեր պարզ է, որ ճգնաժամային է, մենք կրիտիկական փուլից անցում կատարեցինք մի աղետալի փուլի, դա Արցախյան այդ 44 օրյա պատերազմներ եւ հետո մենք հիմա գտնվում ենք մտել ենք նորից կրիտիկական փուլ եւ մենք մեր վարքով, մեր գործունեությամբ, մեր կենսակերպով, մեր ընդհանրապես կողմնորոշումներով եւ ամեն ինչով մենք հասունացնում ենք նոր աղետալի փուլ։ Այդ փուլերը նախատեսում են, այդ փուլերի մեջ ուրեմն իրենք նախատեսում են պետությունների լուծարում, ամբողջությամբ ուրեմն դեգրադացիա ամբողջ պետությունների ներսում, բյուջետային կոլապս, ֆինանսական այդ կոլապսը, նաև պարենային անվտանգության ուրեմն կտրուկ մակարդակի ցածրացում, նաև սով եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա նախատեսված է ամբողջ աշխարհի համար։ Այդ ակտերը նախատեսված է այդ 6 փուլանոց ուրեմն process-ի, մեծ process-ի առաջին եւ երկրորդ ենթափուլերի համար։ Խոսքով, այն ինչ որ ասում է, գրամ այլասերում, տնտեսության փլուզում, կազմալուծում պետությունների լրիվ հերթով իրականում մի հատ 59-ին նաև ես չգիտեմ սովա։ Ես ինչքան որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության սատարող բլոգեր Գեորգի Քսն եմ, ձեր բոլորի ճանաչված եւ բացի այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, կապ չունի սա։ Եկեք Հանրահայտ բլոգեր, ազդեցիկ, հարուստ, բազում բիզնեսների տեր, քաղաքականությունից հասկացող Գեորգի Քսը ուղևորվել է Պետությունները գիտեք ովքեր են քանդում։ Այս կրկի կենթանիները։ Ես սա ռեկլամ չեմ անում, ես տականքին նայեք։ Ինքը հենց տիպիկ են կենթանինա, որ հանգիստ կարա գնա Բաքու հանգստանա, դե էլ գնացեք դուք Բաքու հանգստացեք։ Դուք նույնիսկ սահմանը չեք կարող անցնել,
կալանավորեն ձեզ ընդդեղում։ Ընկերս էր եկել, բան ազգությամբ հրեա, Բուխարսկի հրեա։ Երաժիշտ է, բայց հրեա է։ Եկել էր բանից, հարսանիքից, Ադրբեջան էր գնացել։ Ու զանգեց ինչ շատ կխուլ ձենով ասում է Վարդան դարագոյ։ Վարդան միայն ասում է։ Ես հիմա հասկանում եմ քեզ, ասում ինչ էր։ Ասում է անցած տարի եկել էր Հայաստան։ Տապավորված, բայց տարի գնացել էր Ադրբեջան։ Ասում է Ադրբեջան սահման անցնելուց 2 ժամ ինձ պահել են։ Ինձ էլ կնոջս էլ պահել են հատուկ սենյակում։ Ասում է ասա ինչի, ասում ինչի։ Որովհետև ճիշտ է, ամերիկյան է պասպորտը, ազգանունը ոչ մի հայ չկա, հրե։ Ասում է որովհետև պասպորտից մեջ Հայաստանի պեչատ կար։ Ասում են դու ինչ խոսում ես Հայաստանում։ Այ ասում են ջան, ես երաժիշտ եմ, ես ընկեր ունեմ ընդեղել։ Հիմա ասում են ընկերոջս երեխու հարսանիքն է, եկել եմ հարսանիք։ 2 ժամ իրան էլ կնոջը առանձին տեղեր, պահել են, հարցաքնդել են։ Դե հիմա դու գնացեք մեկը տել եկավ ասում է անիծվել են օրը, ես մտա Ադրբեջան։ Մտել եմ Ադրբեջան, նստել եմ տաքսի, որ տաքսին նստում էին, իմանում էին, որ հրեա եմ, դեռ ռուսերեն խոսում է, ասում է սկսում էին պատմել իրանք ոնց են կոտորել հայերին։ Ու հապարտանում դրանով ասում են ես էլ այդ երկիր ոք չեմ դնում։ Դե դուք գնացեք ձեզանից մեկը, եթե դու թուրքական ագենտ չեք, քեֆ արեք Ադրբեջանում։ Սա տիպիկ միջին վիճակագրական անհայրենիք ԿՊ-ականն է։ Հիմա սրան զայն տվողը ի՞նչ է։ Էլի ստորում է այդ հարցու պատասխան չլինի։ Ինչ է։ Իսկ թվում է ամեն ինչ ասված է, ոչ մի նոր բան պետք է ոչ չլինի։ Հասանայք հլը։ Սա կառավարության շենքի դեմ է։ Ես այս միլիցիային բոլորին, այսինքն առանց բացառության, ասում տղեկ, տղեկ չէ, ինչ որ է։ Թուրքը գալու է մտնի ձեր տները, լրիվ իրավունքներով, լրիվ։ Եթե հանկարծ նենսելի, որ մենք չկարողանանք իմ նման մարդիկ փրկել ձեր ընտանիքները, անենց հանկարծ լինի, ես այսքան դարձ չեմ անելու դրա համար, ափսոս է երկիրս, բայց իմացեք, լինելու է լրիվ արդարացի, լրիվ տեղին, որովհետև դուք ամեն ինչ արել եք ու անում եք, որ թուրքը մեքենայով հանգիստ, առանց տանկերի առանց, գա մտնի ձեր տներով, ձեր գերեզմաններ հետանի են, ձեր կանանց երեխեք հետանի են, ինչն ինքը սովոր է, հիշում եք, չէ՞, որ քանդել էին հայկական գերեզմանը, հայ մարդու գանգը հանել էին, մեռած մարդու գանգը հանել էին, մետաղալարով կապեցին բեռնատարի հետևից ու սելֆի էին անում, նկատվում էին ծապկալով իրար։ Անելու են ձետ, ամեն ինչ, ընդ որում արդարացի։ Հիմա այս ամեն ինչից խուսափելու համար ինչ է պետք։ Նրանք ովքեր ընտրել են այս ընդդիմությանը, ճակերտավոր եմ ասում, այդ 500,000 հոգին, վաղը պետք է դրանց քթերից բերեն, ասեն, հենց մանդատը դիր, Պիկին Լիլիթ Գալստյանես ինչ ես եւ մնացածը, մանդատը դիր ու էլ չգնաց գործի։ Մեր թիրախը Նիկոլ Փաշինյանը չի, Նիկոլը թուրք է, նա իրականացնում է իր թիրախը, իր գործը։ Հասկացեք, դուք իրան չեք կարողանալու հասնել, բայց այդ ընդդիմություն կոչվածը ձեր համար հասանելի է։ Եթե մեկը դրանց տեսնում է ու առաջի խոսքը պահանջելը չի դրանց մանդատները դնելու, ուրեմն ինքը նպաստում է Նիկոլ Փաշինյանի ծրագրի իրականացմանը։ Դրանով, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարող անել առանց այդ Լիլիթ Գալստյանների, առանց այդ վարձկանների, որոնք նստած են խորհրդարանում, նստած էին ու հիմա էլ նստած են ու նստած լինելու են։ Հասկացեք, ոչ մի տարբերություն դրանց մեջ անուն ազգանունից բացի չկա։ Չկա ուղղակի, որովհետև իրականում անում են նույն ծրագիրը։ Այդ ընթացքում իրար կարող է հայոեն, այն էլի հիշեմ հայ Կովկասի գերուհին, որ ասում է դու պիտի գնաս Նինային գողանալու շուրիկ։ Ինքը կարող է այդ ընթացքում չհամաձայնվի, հեքիաթներ պատմի, ինչ որ քեզ հայոյի կծոտի, բայց հասկացի, դա հին նիկոլական տրադիցիա է, տենց է լինում։ Դու պիտի գողանաս, որտեղ դա խաղի կանոններն է դա։ Հիմա իրանք նույնությամբ իրականացնում են։
Եթե մենք ուզում ենք մի բան փոփոխություն, պետք է մոռանանք Նիկոլի մասին։ Մեր թիրախը դրան սպասարկող ընդդիմությունն է։ Մեկ սրանք այս համազգեստավոր երինչերիներ միակ բանը, որ իրենք կարում են անել, սա է։ Ինչի համար վթարային շենքից մարդկանց հանել են 8 միլիոն դրամ փող են տալի ընդամենը ամեն մեկին։ Դրանք էլ եկել են կառավարության առաջ բողոքելու, կարող դուք 8 միլիոնով բնակարան առնեք։ Հա, Երևանում կարող եք 8 միլիոնով մարդկանց զրկում են, հանում են իրենց տներից, ասում են ձեզ 8 միլիոնն էլ շատ է։ Բա ոնց։ Բայց վստահ եղեք, վաղը քանդելուն այդ տեղը 50 հատկանի շենք սարքեն։ Ու այդ մարդիկ ոչ մի բան չունեն այդտեղ։ Ոչ մի տուն, ոչ մի բան։ Չեմ նույն։ Մարդուն հանում ես վթարային, հա։ Պարտավոր ես վարձով պայել ենքան, մինչև այդտեղ դու կարողանաս կամ շենքը վերականգնել կամ նոր շենք սարքել։ Սա է խաղի կանոնը։ Ինչքան քառակուսի վերցել ես ձերից, այդքան քառակուսի բնակարան դու պետք է տաս այնտեղ։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց դրանով է հայտնի։ Արկես 8 միլիոն դրամ, մոռացի տարածքի մասին։ Վերջ։ Հիմա այս մարդիկ եկել են բողոքում են, ինչ են անում իրանց։ Ինչո՞ս սովոր են իրանք անելու։ Այ ասում եմ, սպասում եմ Նիկոլը ձեզ տաներից ոնց է հանելու, որ մենք էլ ասում, սենց ասում նստած, հուսահատ, որ ոչինչով ձեզ չկարողացան կօգնենք, բայց ես պոպկորն եմ ուտելու, դա նայելու եմ, հա հուսահատված, որ մենք չկարողացանք, բայց սա ձեզ հետ է կատարվելու, ուղղակի ձեր հետ անելու է թուրք ոստիկանը։ Կներեք, տիկին ջան, հիմա դուք համ Ավինյանին եք ընտրել, համ Փաշինյանին եք ընտրել այդ կոնտրոլություններին, եկեք զգում էլի, բայց ես խափած եք զգում, հիմա որ նորից կգնաք ընտրեք։ Ուղղակի հիմա համոզվեցինք, որ իրոք մեր երեսքան պայքարը իզուր է։ Էսելով ես չեմ ասում, իրանք ասում։ Այսքանից հետո համ Ավինյանն են ընտրել, համ Փաշինյանն են ընտրել, ասում համոզվեցին, որ այսքան մեր պայքարը իզուր է։ Լուրջ եք ասում, տիկին անվերսունակ։ Դուք հասկանում եք, որ դուք մի մարդ եք, որ վտանգ եք ներկայացնում հանրության համար։ Վտանգ։ Ես զարմանում եմ ուղղակի, որ դուք ասենք միջև հիմա պատարակաղը միամիտ ձեր աշկը չեք տարել։ Բայց այդքանի համար հերիք էլ է, չէ՞, վնասդային ունակությունները։ Չեք վնաս տվել ձեր պատարակաղով, ասենք բերանատ անելու փոխեն, աշկը չեք տարել, էլի։ Էդի կարողացել եք անել, բայց այսքան բանը տենալով Ավինյան ընտրես, Փաշինյան ընտրես ու գազ բողոքելու, այդ 8 միլիոնն էլ ձեզ պիտի չտան։ Ես որ ասում դուք եք ընտրել ձեր ճակատագիրը, դուք եք ընտրել լրիվ արդարացի։ Ավինյան Տիկոն գիտի, չէ՞, որ այդ շրջանում իրանց ձեն են տվել։ Ավինյան Տիկոն կարող է 8 միլիոնն էլ չտա։ Լրիվ իրավունք ունի։ Ձեզ քիչ է դա։ Քիչ էլի։ Դուք մի ամբողջ երկիր եք զրկել տնից։ Ու զրկում եք։ Հələ մենք հələ չգիտենք սա վերջը որտեղ է կանգնելու։ Մենք զգացինք, որ մենք խաբում ենք։ Տարիներին չեք համոզվում, որ իրանք խոստանում չեն անում։ Դուրս է գալիս, որ այդպես է, բայց մենք մի բան ենք նորից իրանց հավաքալով ասում ենք, ուղղակի թող մեզ բնակարան։ Հիմա եթե նորից Սա գալի այդպես է, բայց հիմա նորից ենք ասում։ ընտրությունների նորից կընտրեք իրեն։ Էլի կընտրեք։ Հավատում ենք, որ իրանք Բայց հիմա Չէ, ժողով։ Ոպեկի, սես բան չկա։ Տիկին դու չես կարող տուն ունենաս, դու չես կարող նույնիսկ հայրենիք ունենաս, ամենայն հարգանքով, ես որովհետև չգիտեմ, դու մայր ես ինչ որ մեկ է, էլի։ Հայրիս համար մայրը սրբությունն է, բայց դուք վտանգ եք ներկայացնում հանրության առջև, ասում դուք պատասխանատու չեք ձեր գործողությունների համար։ Չկա սենց բան, չկա սենց բան, մարդը չի հասկանում, չի հասկանում, հրեն հա արածում է, հա ասում է, մոռացել է, որ 5 րոպե առաջ ինչ է կատարվել իր հորթի հետ, հա։ Հրանտ Մաթևոսյանը հո պատահական չի գրել այս բաները։ Տեսել է, էլի, ուղղակի վերագրել է այն հայտնի կենթանում։ չեք դժգոհ, չեք կարծում, որ արժանի եք ձեր ընտրությանը։
բավարար է։ Չեք կարծում որ արժանի եք։ Չէ, հիմա մենք հասկանում ենք, որ դա հնարավոր է։ Որովհետև մեզ իրան խոստացել են ու էլի խոստում։ Այսինքն դուք սիրում եք որ ամեն անգամ ձեզ խափեն ընտրեք։ Չէ, չկա ասես բան։ Ժողովուրդ, ես որ ասեմ աշխարհում գոյություն չունի արդարություն։ Ընդհանրապես ոչ թե արդարություն եզրը բնության մեջ գոյություն չունի, արդարության եզր, այդպես բան չկա։ Բնությունը չի հասկանում այդ ինչա։ Բնությունում կա պատճառը հետևանքային կապ։ Եթե ես բարձրացել ես տնկավ, եթե բարձրացել ես մատիտը ստեղ ու ձեռքը թողում ես ինքն գնում է։ Սա կոչվում է գրավիտացիայի օրենք։ Հա, երբ որ ընկնում է, նաև ձայնա դուրս գալիս, սա հետևանքն է։ Կարող է կոտրվի, դա էլ է հետևանք։ Սա նայած չի, որ գրիչը արդար էր կամ արդար չէ։ Որովհետև բնության մեջ է ցիկլի մեջ պատճառը հետևանքային կապն է գործողությունների, հասկանում եք, ոչ թե արդարությունը։ Մենք ենք դա էմոցիաների վրա կոչում արդարություն, բայց ամեն ինչը պատճառ հետևանքային կապ է։ Այս կինը չի հասկանում ինչ է նշանակում պատճառը հետևանքային կապ, հետևաբար ինքը ընտրում է Նիկոլը, հետևաբար պետք է ունենա ինչ ունի։ Վերջացավ գնաց։ Հիմա Նիկոլն էլ հետևաբար սես նայ իր ցինիկ ժպիտով նայես երաս։ Ինչ անում եմ ձեզ քիչ ալը։ Մեկը դուք ինձ ընտրելու եք։ Բա ինչի ես վերամար բան պետք է անեմ, ինչի ես պետք է 8 միլիոնից ավել տամ, հələ կարամետել չտա, մեկը դուք ընտրելու եք, դուք չեք հասկանում դրա իմաստը, ընտրության իմաստը, ինչ կարելի անել, դուք ձեր ձենի հետ, ձեր պատասխանատվության գիտակցություն չունեք, 0 եք, հիմա ես Փաշինյան Նիկոլից նեղանամ, ասեմ սրանց ինչ ես հալածում, հա ինքը անբարոյականի ծնունդ է, բայց ինքը պատճառ չունի չհալածելու, որովհետև հալածվողին են հալածում։ Վայ, Տեր Աստված։ Մյուսը, այս գյուղացիները ո՞ս անեն ընտրել։ Հիմա ասեմ, ավելի կեղտոտ բան կա։ Ուրեմն, այս պետություն կոչված, այս անառակների զավակները հատկացնում են 200-300 դրամ, հատկացնում են, բյուջեից դուրս են գնում, իբր այդ ապրանքը տանում են դուրս։ Ու որպեսզի թիվ գրեն, բյուջեից դումալը գրված, դուրս գրվեց, փալավ են, չէ։ Գնում են գյուղացիների մոտ, որոնք իրանց են ընտրել, ասում են 100 դրամ փող եք տալի։ Ինչ ունես տալիս ենք, սրանք էլ ասում են դե մեկ ուրիշ տանող չկա, 100 դրամ, ոչինչ, վերսատար, սրանք փողը 200 դրամը տեղ են մեջտեղ առնում, տանում են ու ուտիլիզացնում են միտեղ։ Վերջ, ինչ դուրս եկավ, որ ժողովրդի գյուղացիների բերքը փրկեցին, տարան ծախեցին իբր միտեղ, բայց հաստատ այտենց մի վարկյանի մեջ ոչ մեկի լոլիկը չեն կարող վաճառել։ Ու իրանց պետք է չի վաճառել, որտեղ այդ փողը իրանցից ուզող չկա։ Բյուջեից վերցրեցին փողը, կիլոյի դիմաց 2-300 դրամ, 100 դրամը տվեցին գյուղացուն, գյուղացին ստացավ իր 100 դրամը, այն մնացածը դրեցին իր գրպանը, միրգը ուտիլիզացրեցին, անունն էլ դուրս եկավ, որ պետությունը գյուղացուն օգնեց եւ մի քանի 100 տոննա միրգ, մի խոսքով, պետությունը արտահանեց, ինչ արեց, ոնց արեց, այդ փողը հետ եկավ, թե չկա, ոչինչ մի խոսակցություն չկա։ Այ քեզ Նիկոլի պետություն։ Ինչի՞։ Ուսան գիտեք ինչ են ուզում։ Ասում են ինչի՞ եք դուք մեջտեղ փող մտնում, այդ 2-300 դրամն էլ մեզ նվեք։ Իրանք չեն հասկանում ինչ են անել։ Իրանք չեն հասկանում իրենց գլխին ինչ են արել։ Իրանք մի բան են հասկանում, որ մեջտեղ իրենց վրա փող են աշխատում հարյուրավոր տոննաների վրա։ Ու այդ փողերը կարող էին իրանք աշխատել։ Ժողովուրդ, մեզ այս վիճակի բերել է գլոբալ իմաստով բարոյականության դեֆիցիտը։ Ով ինչ ուզում է թող ասի, ոչ մի հեքիաթ ինձ թող ոչ մեկ չպատնի։ Բարոյականության դեֆիցիտն է, որ քանդում է մեր պետականությունը։ Եթե միտեղ չկա բարոյականություն, ու այդ երկրում չկա նաև օրենք, հա,
Վերջացավ գնաց։ Եթե մարդ ամեն ինչին պատրաստ է, փողի դիմաց։ Շանս չկա։ Շանս չկա, էլի։ Ասեմ, ինչի շանս չկա, որովհետև օրինակ Ամերիկայի նման պետության մեջ է չես ասես, որ ամեն ինչ բարոյական հարցության վրա է լուծում։ Ոչ, բայց իմանալով հանդերձ, որ բարոյականության վրա չի կարելի հույս դնել, սրանք ժամանակին հասկացան, որ պետք է գոնե օրենքը աշխատի։ Եթե չի աշխատում չգրված օրենքը, գոնե օրենքը պետք է աշխատի։ Հայաստանում ոչ օրենքն է աշխատում, ոչ բարոյականության օրենքն է աշխատում։ Շանսը ո՞րն է, որտեղ կարող է մի բան ծլի, ծաղկի, զարգանա։ Ո՞րն է։ Օբյեկտիվ չկա։ Չկա, որովհետև ոչ են կա, ոչ են կա։ Ուզում սա նայենք էլի մի հատ երեք։ Գուշակը Նիկոլին ասում է, դու մեծ տոնի օր ես մեռնելու։ Նիկոլ ասում է կոնկրետ որ տոնի։ Որ օրն են մեռնես, կլինի դա մեծ տոն։ Իրոք, շատ հայերի համար դա տենց էլ կլինի, բայց շատ զանգվածի համար դա կլինի կորուստ։ Կորուստ։ Բայց առանձնապես չեն տարապի։ Իրանք անպայման իրենց համար մի հատ նոր Նիկոլ կստեղծեն։ Որ ասեն, ոչինչ։ Մեկ-մեկա, իրանց հավատում ենք։ Էական չի ինքը մեր գլխին ինչա բերում։ Այսօր մի հատ ստատուս կարդացի։ Ամեջ Բախշյանն էր տարածել ու գրել է իրոք էլի։ Անջատեք այդ հեռարձակումները ազգային ժողովից էլ չի լինում լսել։ Այսինքն ոնց։ Դու ընտրես, դու աջակցես, բայց չես ուզում արդյունքը տեսնես, դու չես ուզում արածդ լսես, ինչ ես արել։ Յո, մեր պետությունը կործանելու է ոչ թե թուրքը, մեր պետությունը կործանելու է բարոյականություն դեֆիցիտը։ Իրոք, որովհետև կամ այն պետք է լինի կամ այն, նորից եմ ասում։ Կամ պետք է լինի խիստ օրենք, կամ գոնե չգրված օրենքներ, բարոյական ստանդարտների վրա։ Ինչպես մենք ապրել ենք, մենք համայնքներով ենք ապրել, ոչ թե ոստիկանի մահակի տակ։ Համայնքներն ունեցել են իրենց օրենքները, բոլորը խաղաղ իր հետ ապրել են համատեղ կյանքով։ Ստեղ չկա ամիրված ամեն ինչ, որովհետև այս պիրծերն են մտել մեջը։ Ու նույնիսկ այս պիրծերը Հայաստանում են մրցանակ։ Փաշինյան Նիկոլին շնորհվել է Հեսեյան խաղաղության մրցանակ։ Դուք պատկերացնում եք, Գերմանիայում շնորհել են Հեսեյան խաղաղության մրցանակ։ Ինչի համար? Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերի համար։ Բա օգոստոսի 29-ը։ Մեզ հարց եմ տալի։ Ես գիտեք ինչի արդյունքն է։ Ընկեր Սփյուռքի ներկայացուցիչներ։ Սա այն պասիվության ըմբռնումով մոտենալու, իշխանությունների հետ չվիճելու, չթշնամանալու այդ քաղաքականությունն է, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանին Գերմանիայում ասում Հեսեյան մրցանակ են տալիս։ Նշանակում է Գերմանիայում կներեք հայկական գործող կազմակերպություններ չկան, կան կամ էլ շատ վատ են աշխատում։ Կներեք էլ ուղի խոսքիս համար։ Հիմա վաղը միջև կտան, սեպտեմբերի 29-ին են տալու այս մրցանակը։ Միջև վաղը, միջև սեպտեմբեր, միջև սա կգաստանա, ուրեմն այս Հեսեյան կոմիտեյը ինչա պետք է ռմբակոծվի բոլոր հանցագործությունների փաստերով, եւ ներքում ներսում ժողովրդավարության իմաստով, եւ ձայնագողության իմաստով, եւ քաղաքական բանտարկելների իմաստով, եւ դավաճանության իմաստով, ի վերջո կապիտուլյացիան, դա խաղաղություն չի։ Եթե դրանք այտենց են մտածում, նշանակում է իրանք այտենց ինֆորմացիա են ստանում այն մարդկանցից, ով իրանք տրամադրում է։ Իսկ ամբողջ քաղաքական դաշտը Նիկոլից սնվում է։ Այն պորնիկ բլոգերներով, որ Բաքվում ապարում են, Դանիել Իոնիսյաններով, հասկանում եք։ Հարգելի Գերմանիայում ապրող հայրենակիցներ, Հեսեյան կոմիտե, գտնում եք, Ալբերտ Օսվալդի հիմնադրամ, Վիսբադենում է գտնվում։ Բա ռմբակոծել նամակներով, բողոքի ակցիաներով, որ իրենք իրանց ընդունած որոշումից հետ կանգնեն։
Այն մեր շարժումը այսօր ասում են պետքա բոլոր քաղաքներում կարողանանք հասցնել մեր ներկայացություններ ունենալ, հենց սրա համար է, որ այս կարգի մի դեպք որ լինում է, դու արդեն գիտես որտեղ ընդեղ ունես քո ներկայացուցիչները։ Ուղիղ, ասում ես ինտերնեջանս, հենց մի հատ խնդիր կա։ Վերցնում եք պլակատները, նամակով, բոլոր, հիմա բոլոր, ովքեր նայում են Գերմանիայում, բոլորը, եւ ոչ միայն Գերմանիայում, ովքեր կարող են գտնում են այս հեսեյան կոմիտեն, որը գտնում է Վիզբադենում, Ալբերտ Օսվալդի հիմնադրամ, ու նամակներ, գնում եք սրանց դեմ, ովքեր մոտիկ են ապրում, պլակատներով կանգնում եք, որ դուք հանցագործ կապիտուլանտին խաղաղության բան մրցանակ եք տալիս։ Հա։ Սա թքելա ժողովրդավարության երեսին, ճշմարտության երեսին, հենց խաղաղության նվաստացում է սա, այդ Երևանից կապիտուլյացիանը դարավ խաղաղություն։ Եկեղեցու նկատմամբ սրա արշավանքը, այս տականքին լսեք ինչ է ասում։ Էլի նոր բան ասած չեմ լինի, ասելով, որ 2021 թվականի ընտրություններին մենք մոտ գործեցինք միջին վիճակագրական քաղաքացիական պայմանագիր կոտորակ դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել ենք Շուշիի դեօկուպացիայի մասին, լսեցիք քապանտրոնը, դուք դաշնակ եք ընտրել 21 թվականին, դուք գիտեիք Հադրութի դեօկուպացիայի մասին եւ այլն, այն ինչ երրորդ հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ, բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական եւ կարեւոր մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենաակտիվ ձևով այն մարդիկ մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ այդ հայացքը եւ այդ հայեցակարգը։ Իհարկե դա տեղի չի ունեցել մի օրում եւ մի անգամ։ Մի խոսքով ինչ ասում ասեմ, որ խոսք ենք տվել նախընտրական շրջանում, ես այդ ընթացքում հասկացա, որտեղ ինչ որ սնուցող մայրեր եկել իրանց սնուցել են, որ ինքը ինչ որ խոստացել է, պիտի չանի, ինչ Հադրութի ազատագրում, ինչ Շուշիի ազատագրում։ Հիմա ինչ է խոստացել ձեզ։ Հենց հիմա 26 թվականին նույն բանն ասելու, այն ինչ որ խոստանում էի ձեզ, հա, Ազոր Հայաստան, բան։ Այս ընթացքում սնուցող մայրերն եկան, ականջին ասեցին, որ ես դաշնակցական երազանքներ եմ ունեցել։ Արա ինչ Հայաստան, ինչ բան, ինչ։ Դուք տականքին ձեն եք տվել։ Մի նայեք այդ դեմքից, կարող եք դուք էջը շուռ տալ։ Նիկոլականներ։ Դուք հասկանում եք, ինքը ասում է, ես կապ չունի ձեզ ինչ եմ խոստացել, բայց ականջից շշնջացել են, ես հասկացել եմ, որ ես դաշնակցական մոտեցումներ ունեմ։ Եվ որոշեցի, որ ինչ Շուշի ազատագրում, ինչ Հադրութ, հələ Արցախը պետք է դատարկեմ տամ Ադրբեջանին, հələ Հայաստանի տարածքները տամ, ինչ Շուշի, ինչ Հադրութ, ու սա բացատրում արդարացնում է, ու ոչ մի ձայն չկա, ոչ մի տեղից, ու մարդիկ էլ ասում են, հա մենք իրեն հավատացել ենք, էլի կհավատանք, դե մնա անտուն, որպես հետևանք։ Սանենք, հիմա գնանք այն բանի, որ ասում է եկեղեցու մասին, նույնը պատահական ընկավ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, կառավարության նիստերից մեկի ժամանակ անդրադարձել էիք ձկնաբուծարանների եւ ձեր խոսքերով ասած նշել էիք, որ վաղուց Մի խոսքով, այսքան որ երկար է Ժողովուրդ ջան, այս եկեղեցու մասին է։ Ասում է, փաստորեն իրանք արդեն աշխատանքներ են տանում Սուրբ եկեղեցին կանոնական ծիրից դուրս բերելու համար։ Վերջ, այն ինչ որ եղել է եկեղեցում, այլ չի լինելու։ Այն եղել ինչ որ կանոնական, sense բառեր էլ ասեք էլի, sense որ լինելու է մեր ուղղակով մենք ենք գծելու։ Ինչ պիտի լինի պատերակը, ոնց պիտի լինի, ով պիտի նշանակվի, ով պիտի դուրս գա, ով ինչ պիտի։ Իրանք արդեն զեկուս են մշակում այդ մասով։ Հիմա այդ հեսեի կոմիտեն եւ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական իրավունքների պաշտպանության բոլոր կառույցները
հայկական կառույցների կողմից պետք է ռմբակոծվեն այս տեսանյութերով ուղղակի ասեն ընկերներ մենք Հայաստանում մի հատ հրեշ ունենք որ իշխանությունը զավթ է եւ ընդ եւ ժողովուրդն է պատանդ եւ եկեղեցին է պատանդ եւ Հայաստանի ապագան է շատ անորոշ հələ տեսնեմ դրանից հետո ով է սա խաղաղության մրցանակ տալիս ամոթ մեզ եթե մենք չկարողացանք սա իրականացնել ես վստահ եմ դաշնակցությունը իր ռեսուրսները ուզենաց այդ հայդատի գրասենյակներով հանգիստ կարանի սա հանգիստ որտեղ իրանք արդեն ունեն այդ կառուցվածքը մենք նոր ենք ստեղծում մենք պիտի ստեղծենք շատ արագացված կարգով շատ որտեղ հետո ուշալ լինելու շատ ուշալ լինելու ես ես մի բան տեսա ես ուզում եմ անպայման սա մասին ասեմ ես չգիտեմ ովքեր են այս ընկերները բայց որ տեսա Նեմեսիսի Լուշակզանի մոտ են անում ես որոշեցի անպայման անդրադառնալ նորից եմ ասում չեմ ճանաչում ոչ մեկի ով կազմակերպում ասա քաղբանտարկյալներ քաղաքական հետապնդումներ ահա երկու շատ հաճախ հնչող արտահայտություններն ու բառերը, որոնք մենք շատ հաճախ լսում ենք լրատվամիջոցներից հանրային քննարկումների ժամանակ եւ պետք է հասկանանք ինչու՞մն է պատճառը։ Մեր խորին համոզմամբ դրա հիմնական պատճառը դա միայնական իշխանությունն է Հայաստանում ու առհասարակ դրա հնարավորությունը։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ օգոստոսի 23-ին ժամը 19:00-ին Չարենցի արձանի մոտ քննարկելու քաղբանտարկյալների հարցը հենց միահեծան իշխանության պայմաններում եւ ոնց կարելի է դրանից խուսափել։ Շնորհակալություն։ Լսեցիք իմ պարտներն համանում սա մասին ձեզ տեղեկացնի։ Գնանք Թեհրան, ահագին արագ որտեղ հետաքրքիր բաներ ա կատարվում։ Թեհրանում բացահայտել են Մոսադի մի հատ բնակարան, որտեղ նկուղում գտել են այսպես տուփերով դոլարներ։ Օրինակ Սա իրանական տելեբաներն են տարածում։ Այս հարցական մասին։ Իսրայել-Թուրքիա հակամարտությունը, այն որ ինչ մասին եկա խոսում են, դա Սիրիայի տարածքում է։ Սիրիայի տարածքում Իսրայելը հերթական անգամ հարվածել է Թուրքիայի տարածքներին, թուրքական ռազմավազայի։ Սիրիայի տարածքում, ոչ թե Թուրքիայի։ Ու սա առաջին անգամ չի։ Ես հիշեցնեմ, որ 2 տարի առաջ երբ որ Ալ-Շարը գրավեց եւ Ասադը փախավ Սիրիայից, Իսրայելը նորից ոչնչացեց, ինչքան հնարավոր է ինքնատիռ կար, հակոարտային պաշտպանություն կար, խոսքով մտավ ու ավիրեց։ Հիմա Թուրքիան դեռ ուզում է պնդանա տեղավորվի, Իսրայելը էլի խփել է։ Այս հակամարտությունը, որ մեզ փորձում են ներկայացնել որպես իսրայելական թուրքական պատերազմ Գորգյան, հիմա Ուկրաինայում ուրեմն բանն է, Ռուսաստանն է պատերազմում, հա? Եվ ՆԱՏՕ-ն է զենք տալիս ընդ, Ամերիկան է զենք տալի, Բրիտանիան է զենք տալի, բայց սա Ռուսաստան-Բրիտանիա պատերազմ չի, ոչ էլ Ռուսաստան-ՆԱՏՕ-ի պատերազմն է, սա Ռուսաստան-Ուկրաինական պատերազմն է։ Սիրիայի տարածքում կարող են ռուսներն ու թուրքերն են կռվել իրար հետ։ Հա, որովհետև Աշարը որ մտավ, ամբողջ ավիրեց, ռուսական բազաներն են այնտեղ ավիրեց։ Թուրքիայի կողմից էր հովանավորվում դա։ Սիրիայի տարածքում ով ասես կարա խփի։ Դա դեռ պատերազմը չի, որ մեզ փորձում են ամոզել, որ Թուրքիան ու Իսրայելը պատերազմի մեջ են։ Ես դեռ այդ հնարավորությունը չեմ տեսնում զուտ Թուրքիայի տարածքում։ Եթե կլինի Թուրքիայի տարածքում, կամ եթե հիմա Էրդողանը հարվածի Իսրայելի տարածքում, ես դա կհավատամ։ Բայց այն ինչ որ Սիրիայի տարածքում է, դա ընդհանրապես կանխարգելիչ հարվածներն են, որը միշտ Իսրայելը արել է։ Ոչ մի նոր բան չկասներ, արել է եւ ռուսական ռազմաբազաների վրա, եւ ISIS-ի ռազմաբազաների վրա, եւ թուրքական ռազմաբազաների վրա։ Այ եթե հիմա Թուրքիան խփի Իսրայելի, կասեմ, ահա։ Ոչ թե Սիրիայում ինչ որ միտեղ որտեղ Իսրայելը ունի ռազմաբազա, չէ։ Այլ բան, գիտեք ինչին է նման։ Հիմա Իրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները խփում է Իրանին։ Իրանը խփում է ամերիկյան ռազմաբազաներին, որոնք գտնվում են կողքի երկրներում։ Ամերիկան չի խփում, ուղիղ։ Տեսնենք ինչով կվերջանաս ամեն դեպքում։ Նասան լսենք, այս պաթոլոգի։ The strongest economy we've ever had. Now, the word affordability is a fake word but made up by the Democrats. Here's where it's fake.
because they made it up, because I inherited these prices. Դա հիմա ինքը ամենաուժեղ էկոնոմիկան է։ Հիմա ամենա։ Եվ են որ ասում են affordability, բանը մատչելիություն, դա fake բառ է, այդպես բան գոյություն չունի։ Բա, այդ դեմոկրատներն են ստեղծել։ Հա, այսինքն մատչելիություն, ինչի մարդ պետք է ունենա մատչելի բնակարան, մատչելի կրթություն, մատչելի բժշկական սպասարկում։ Չկա այդպես բան։ Սա պաթոլոգիան է, սա թույլիմացությունն է աշխարհի մակարդակով։ Նիկոլը տեղական թույլիմացությունն է, սա համաշխարհային թույլիմացությունն է։ Եվ ասում եմ ամենալավ էկոնոմիկան ունեն Ամերիկայում, ինձ չի կարա սա բացատրի, որտեղ ես օրեկան եմ հետևում ինչա կատարվում, օրեկան ինչքան բնակարան անցավ բանկերի ձեռքի, ինչքան ֆիրմաներ փակվեց, ինչքան մարդան դարձավ գործազուրկ։ Սա իմ մասնագիտության մեջ եմ մտնում, ես ամեն ինչ ուսումնասիրում եմ օրեկան ռեժիմով կամ շաբաթ առնվազն 2 անգամ ստատիստիկան կարդալով։ Իսկ Ամերիկայի պարտքը անցավ 40 տրիլիոնը, նորից եմ կրկնում, 40 տրիլիոն, 5 անգամ ավելի շատ, քան Ամերիկայի բյուջեն։ Պարտքը անցավ 40 տրիլիոն։ Բայց սա ամերիկյան Նիկոլնը ինչ ուզում ասում է, դրա համար Մարկո Ռուբիոն մանտրաժից կողք է նայում։ Իսկ հիմա ինչ է ասում սրա մասին Ադարչին։ Են հարցրել են, լսեք, ճիշտ է որ դուք ուզում եք Ամերիկայի նախագահին սպանեք, ասել են չի համար։ Բացարձակապես դրա կարիքը չկա, ասում ոնց չկա։ Ինչի՞ չեք ուզում սպանել։ Չէ, ասում է։ Անենց ոնց որ Ամերիկան քանդում է Թրամփը, ոչ մի թշնամի չէր կարող քանդել։ Ինչի խփենք Թրամփին։ Ինչի է այդ կապիկություններն անում, աբանից, ինքնաթիռից ինքնաթիռ տեղափոխում։ Գիտեք, չէ, Թուրքիայից թռնելու ժամանակ ամբողջ իր անձնակազմը, իր տեղակալները, Մարկո Ռուբիո լրագրողները, իր ինքնաթիռով են թռնում, ինքը մտնում է իր ինքնաթիռ, հակառակ կողմից իրան իջացնում են, սննդի մեքենայով տեղափոխում են ուրիշ ինքնաթիռ ու դանով են թռցնում։ Բախենալով որ Իրանը կարող է խփի այդ ինքնաթիռը։ Ժերտվա է տալ իր ամբողջ անձնակազմը, որ իրան բան չլինի։ Սան էլ ասում են մեզ պետք չի իրան խփել։ Սա նվեր է, սա գանձ, իրան ոնց կարելի է խփել։ Անենց ոնց որ ինքը Ամերիկան է քանդում, ոչ մի նախագահ չէր կարող քանդել։ Նույնը ասել եմ միշտ ես նայ։ Չինաստանն էլ թքած ունեն այդ սանկցիաների վրա, որ Իրանից նավ չգրեն ինչ ունեն։ Ինքը հանգիստ Իրան ինչ որ պետք է գնում է այդ բաները Իրանից նավթը։ Հեսա լսենք Русաստանի մասով։ Около месяца назад это был потрясающий и очень успешный визит. И что Теперь перенесемся через границу в Россию. Главный раввин, о котором мы говорили чуть раньше, Берл Лазар, он главный раввин России. И несколько лет назад он признал в видео, что все решения России по Ближнему Востоку, в кавычках ближневосточные решения, сначала проходят через него и согласовываются с Израилем. В политическом плане Россия и Израиль очень близки. Все, что происходит в Сирии, полностью координируется между Израилем и Россией. Они на связи каждый божий день. Представители Министерства обороны были в Израиле около месяца назад. Это был потрясающий и очень успешный визит. И что бы Россия ни делала сегодня на Ближнем Востоке, это полностью согласовано с Израилем. Вот почему Россия не особо помогала Ирану в войне. Скажу больше, брат. В разгар сирийской войны командиры КСИР заявляли, что Россия передавала Израилю координаты для ликвидации иранских и хезболловских командиров. А я-то думал, Россия поможет, но они этого не сделали. Սա Ռուսաստանի մասին է, թե ովքեր են իրականում կառավարում Ռուսաստանը, սա իրանց գլխավոր Ռուսաստանի Ռավինա Բեն Լազարը, որ պարզ ասում է առանց Իսրայելի համաձայնության Ռուսաստանը ոչ մի գործողություն չի իրականացնում Միջին Արևելքում։ Այո, եւ այն խոսակցությունները, որ Ռուսաստանը օգնում է բանին, Իրանին, դա ֆեյք է, որտեղ դա հաստատ չի օգնում։ Իրան դա պետք չի, դա պետք է Չինաստանին։ Չինաստանը օգնում է, ու դա չի էլ թաքցնում ինքը, բացարձակապես։ Դա բոլոր տեսակի հանցագործությունները, որ կատարվում է Միջին Արևելքում Իսրայելի կողմից, Ռուսաստանը միշտ լուր է մնացել, միշտ։ Ուկրաինայի պատերազմն էլ այս ամեն ինչի ծրագրի մեջ է մտնում։ Ինչա պետք երկու կողմին է իշխանություն եւ սլավոնական ազգի ոչնչացում, որովհետեւ դրա տեղը արդեն ապրողներ կան, նախատեսված են արդեն։ Ես հասկանում եմ, որ ցավալի է լինելու շատ մարդկանց հետ հարմարվել, դու կարող ես չհարմարվել,
Ինձ համար էլ հեշտ չէր այս ամեն ինչին, բայց հիմա սա է։ Ես միշտ համարել եմ, որ ինչ-որ մի բան չափազանցված է այստեղ, բայց հիմա ես նայում եմ 4.5 տարի ինչ է կատարվում, մտածում եմ նույնիսկ ամենավատ երազում են ինչ որ կարող էր չափազանցված թվալ, այդ սատանիզմից սկսած մինչև սրանց դեր այս պատերազմների մեջ, ոչ մի բան է չափազանցված, ոչ մի բան։ Եթե դուք նկատում եք 4.5 տարվա պատերազմի մեջ, սահմանը 1 կիլոմետր էս կողմ են կողմ է գնում ընդամենը։ Միակ բանը, որ փոխվում է, սահմանը այսքան, բայց դիմացը միլիոնավոր մարդիկ են ոչինչ անում։ Այ 1 կիլոմետր էս կողմ են կողմ շարժում են սահմանը, մարդը որ լսում են այդ տարածքներում սպանվածով իրար։ Այ։ Եվ հետաքրքիր է, ոչ մի մահացու ունեն սանկցիա, որ Ռուսաստանին կբերեր սենց ծնկի կբերեր, էլի։ Ոչ մի բան, ոչ էլ բանի նկատմամբ, ինչեւ Զելենսկու նկատմամբ, Զելենսկին ինչ ուզում անում է։ Բոլորը գիտեն, CIA գիտի, փողերը որտեղ են, ոնց են այդ փողերն աշխատում, ինչ ատկատներ է գնում, իրանց վաճառած զենքերը ոնց են հայտնվում երրորդ երկրների շուկաներում, ամեն ինչ գիտեն։ Որ Զելենսկին իրանց տված զենքերն էլ է վաճառում ուրիշտեղ, իրանց տված փողն էլ է գնում ուրիշտեղ, ամեն ինչ գիտեն, բայց առայժմ լրացում է։ Չէ, իրանք ասում են, որ մենք գիտենք։ Ասում են, մենք գիտենք, որ իրանք ասում են, բայց գործողություն որպես այդպեսի չկա։ Ուզում հաղորդման վերջին սա նայենք։ Սա Արցախում է։ Պատկերացնում եք բլոկադայի ժամանակ է հարսանիքը։ Չկար երաժշտություն։ Հա? Բլոկադայի ժամանակ արդի հարսանիք են անում։ Կյանք իրա հունով գնում է ամեն դեպքում։ Երջանկից մարդկանց չես կարասես։ Երջանիկ մի եղել։ Ասում են չկա երաժշտություն կա։ Բարաբանշիկին արժի 5000 դրամ տվար։ Ամենակ դրոլը։ Սաբդի քաջի քասիտան 5000 Երեխենա, դոլ խփում, ճանապարհները փակում են, հա։ Արցախն է, Ճիշտ է, Նարեկ Կարապետյանը ոչ մի պահանջ չունի այս առումով, իր համար այս թեման փակված է։ Բայց ես ուզում եմ ասեմ, Նարեկ Կարապետյանի եւ նա բոլոր իր հետևորդներին, ովքեր սատարում են դեռ, որ դուք իրավունք չունեք մեր տեղը որոշել, արցախցիների տեղը որոշել, եւ եթե դուք կասկածներ ունեք, որ սահմաններն է ճիշտ, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեք, Արցախը մեջն է, մեջը չի, Նախիջևանը մեջն է, մեջը չի, չգիտեմ, Արարատը մեջն է, մեջը չի, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեք, կարող ենք ասել ձևակերպել հետեւյալ ձև, ինչպես ես եմ ասում, մեր սահմանները որոշվում է միջազգային դատարանի կողմից, բացառապես ոչ իմ կամքով, ոչ Նիկոլ Փաշինյանի կամքով, ոչ Նարեկ Կարապետյանի կամքով, ոչ Սամվելի, ոչ մեկի կամքով ու կապրիզով չի որոշում Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հայաստանի Հանրապետության տարածքը որոշում է միջազգային դատարանի կողմից, որ այլևս այսուհետ ոչ մի երկիր, ոչ մի ակնկալիք չունենա հայկական պետության նկատմամբ։ Եվ չծնվի այդ ժամանակ մի հատ ինչ որ ճիվախ, որ հղում անի ինչ որ Ալմատի վրա, հիմա ասեք Ալմատի, լավ չես ասում Ուլան Ուդե կամ Իսիկուլ կամ Սիկտիվկար, հասկանում եք ուր է իջացված մակարդակը, բայց Հայաստանում քաղաքական դաշտում զգում եք, չէ, ձայն չկա ոչ Նախիջևանի մասով, ոչ է սահմանների մասով, ոչ միջազգային դատարան դիմելու մասով, մեռած Հայաստանի քաղաքական դաշտը, մեռած է, ձեն, բան չկա, որ հանկարծ Նիկոլի տրամադրությունը չընկնի, կարող է նաև Ալիևի, ես չգիտեմ, բայց հենց հանկարծ խոսակցություն դուրս գա այտենց, երկուսի տրամադրությունն էլ միանգամից զգում է, ընկնում է, որովհետև Ալիևը հասկանում է մի բան, միջազգային դատարանում ինքը պարտվեց, բավի միջազգային դատարանում պարտվեց, Նիկոլին ինչի համար են փողը տալու։ Նիկոլը դառնում է միանգամից անպետք ապրանք, շպրտում են, տալիս են ժողովրդի ձեռը, ասում են քրքրեք գնացեք, որովհետև այն ինչ որ խոստացել է Փաշինյան Նիկոլը, չի կարողանալու ապահովել։ Բա էլ պահում են Փաշինյան Նիկոլին, ինչ անեն։ Մենակ իրան չէ, իր ամբողջ վիժվածքախմբով
այդ մետաստազներով։ Դրա համար հայկական քաղաքական դաշտը, որպեսզի չնեղացնի Նիկոլին, նաև Ալիևին, ձայն չկա։ Տեսեք ովքեր են խոսում, ու ասեք, ահա, այ ինքը խոսում է, ուրեմն ինքը մեր մարդն է։ Տեսեք ովքեր են լռում, լռությունը շատ բան ասում։ Մեկ-մեկ լռությունը շատ ավելի բան ասում, քան խոսքերը։ Եվ հաղորդումը հավարտենք այս խոսքերով, որ առյուծների սակավությունը դեռ առիթ չի, որ մարդ սկսի շակալներին գնահատել։ Այսինքն նրանց համար, որ ասում են, չեք վիրավորում Նիկոլին Բաում ընտրեին, այն որ դուք շակալ եք ընտրել, բայց ես չի արդարացնում, որ ասում եք առյուծ չկա, ում ընտրենք, ոչ մի պարագայում շակալին ընտրելը չի արդարացնում։ Եթե առյուծ չեք տեսնում ձեր կողքը, շակալին հետ ընկերություն առնելը չի արդարացնում։ Եթե առյուծ օրինակ չկա ձեր շրջապատում, շակալին կրկնօրինակելը չի արդարացվում։ Եվ վերջին խոսքն եմ ուզում ասել, ասում դու կարող ես չհաստատել աշխարհի վրա արդարություն, որովհետև աշխարհի վրա արդարություն դժվար է հաստատել, բայց դու չպիտի դառնաս սատանու ընկեր եւ չար գործերի հետ համագործակցող։ Գոնե դա կարող ես չանել։ Քեզ ոչ մեկ չի ասում դարեապստամ սենքը վերսադուսարի արդարություն հաստատելու, գոնե չարի գործիք կարող ես չդառնալ, դա արդեն ահագին բան է։ Այսքանով էլ ուզում եմ այսօր ավարտել, չմոռանաք տարածելու, բաժանորդագրվելու, ես միշտ մոռանում ասեմ, եւ ամենակարևորը ալիքին օգնելու մասին, եւ շարժմանը, եւ ալիքին։ Իչև կարողանանք հասնել այն մակարդակի, որ սկսենք անել այն, ինչ որ պակասում է այսօր, եւ միջազգային, եւ հայկական տարածքներում։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։